Որոտնավանքից է սկսվում Լորաձորի հոգևոր կառույցների ուղին։ Լոռում ամիսներ առաջ էր օծվել սահյանական քարափներին նայող ծառու Սուրբ Հովհաննեսը։ Սեպտեմբերի 27-ին հավատավոր ժողովուրդը հավաքվել էր դարբասի նորաշեն Սուրբ Ստեփանոսի մոտ։ Չնայած անձրևոտ եղանակին խաչերթով ու շարականներ երգելով հասներ Լոռ, մասնակցելու Սուրբ Գևորգի վերաօծմանը։ Եկեղեցին կառուցվել է 1666 թվականին։ Ինքը Սուրբ Գևորգ եկեղեցին է։ Եկեղեցին սովետական տարիներին օգտագործվել է որպես պահեստ։ Կոլխոզի պահեստ է եղել, անշուք վիճակում, համարյա թե արդեն ավերակի էր վերածվում։ Եկեղեցու գմբեթն էլ կառուցվել է 1700-ական թվականներին, եկեղեցուց առանձին է կառուցվել հետագայում։ Կա նաև Սուրբ Սարգիս եկեղեցին, որը նորից պետք է վերանորոգվի։ Ինձ թվում է սրանից հետո մենք ներառենք այդ տուրիստական, քանի որ ունենք տուն թանգարան, եկեղեցիներ, այցելուներ կան, առանցին էլ կան, այդ ուխտավորներ կան, սրանից հետո ավելի կշատանան։ Կներառենք թանգարանների պատմության մեջ, կներառենք տուրիստական կազմակերպությունների մեջ այցելուները կավելանան։ Խորհրդային կարգերի փլուզումից հետո լոռեցի Միքայել Արամյանն է նախաձեռնել գյուղի կենտրոնում գտնվող պահեստի վերածված եռանավ բազիլիկ եկեղեցու նորոգումը։ Գյուղացիները սիրով են միացել։ Իհարկե մանկության հիշողությունները շատ կարևոր են, երբ տեսնում ես եկեղեցին ու գիտես, որ այնտեղ շատ կա ցորեն, բայց քեզ բացատրում են ինչ է եկեղեցին եւ դու սկսում ես հասկանալ։ Եվ այդ օրվանից ես հիշում եմ, թե ինչպես էր հայրս ասում, որ անպատճառ յուրաքանչյուր համայնքում մարդիկ պետք է ունենան իրենց եկեղեցին, ինչու, որովհետեւ ինչու պետք է դա վերականգնել, որ մարդիկ պետք է կարողանան ունենալ այնտեղ, որտեղ հոգեվորի Աստծո հետ կկարողանան հաղորդակցվել։ Գյուղի բնակչությունը տարեցտարի պակասում է։ Տեղացիները հույս ունեն, որ մի օր Լոռը կվերագտնի երբեմնի աշխուժությունը։ Հիմա այստեղ միայն ամռանն ու նման առիթների ժամանակ է մարդաշատ։ Մանուկ հասակում որ եկել ենք, այստեղ հավաքատեղն է, էլի գյուղի էս եկեղեցու բակը, գիտեք, տեսել եք այստեղ։ Նստում էին եւ անդադար ասենք եկել ենք, մտել ենք, նայել ենք, ժամանակին իհարկե պահեստ է եղել, հիշում եմ, որ մտնում էինք ներսում պահեստի համար պատրաստած էր, այդ սովետական տարիներն եմ ասում եմ, բայց հետո դե կամաց վերականգնվեց եւ ասեմ, որ Սիսիանի տարածաշրջանում ամենալավ պահպանված եկեղեցիներից մեկն էր եւ փառքաստու վերանորոգվել է արդեն եւ անպայման իր նպատակին կծառայի։ Ես համոզված եմ, որ մարդիկ անպայման կգան։ Թյուր կարծիք կա, որ մենք զանգեզուրցիներս կրոնից հեռու ենք, բայց լինելով այստեղ ես կարող եմ փաստել հակառակը, որ հակառակ։ Այստեղ հենց Աստծո մեծ զորությունը կա։ Տեսեք, դեռևս 5-րդ դարից եկած, հա, մենք եկեղեցիներ ունենք, սրբատեղիներ ունենք, անգամ գյուղի ծայրամասերում կան արդեն իսկ կիսախարխուլ վիճակում գտնվող եկեղեցիներ ու սրբավայրեր, որտեղ երիտասարդները, աշակերտները հաճույքով են գնում ու յուրաքանչյուր հյուրի առաջարկում են լինել նաև փոքրիկ խաչում, որի գմբեթը գրեթե չի երևում։ Այսինքն իսկապես այո, այստեղ կա եկեղեցուն մոտ լինելու, Աստծու մոտ լինելու հավատն առ Աստված այստեղ մեծ է։ Սյունյաց թեմի առաջնորդ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանն է օծում Սուրբ Գևորգը, այսպիսով սովորական քար ու փայտից կառույցը վերածելով սրբատեղու։ Մեծամասամբ մեր եկեղեցիները խորհրդային տարիներին վերածվել էին պահեստների եւ եկեղեցին կորցրել էր իր նշանակությունը, սակայն մեր ժողովրդի հոգու խորքում պահպանվել էր հավատքը առ Աստված եւ այսօր ավելի զորանում է այդ հավատքը եւ մեր ժողովրդի զավակները կարողացել են վերակառուցել, վերանորոգել իրենց հավատքի տունը։ Սյունյաց թեմում 2025-ը տոնական էր։ Մի քանի եկեղեցի օծվել ու վերաօծվել են հենց ընթացիկ տարում։ Մի քանիսն էլ աշխատանքների ավարտման փուլում են։ Եթե մտել եք Որոտնավանք, վերակառուցում ենք ամբողջությամբ, այնտեղ արդեն 3 եկեղեցի ունենք։ Ես ցանկություն ունեի, որ այս տարի հասցնենք, բայց թողնում եմ ավելի շքեղ պայմաններում Որոտնավանքի դռները բացենք մեր հավատացյալների առջև։ Վերակառուցվում է Վերիշենի Սուրբ Ռիփսիմե եկեղեցին այս պահին, վերակառուցվածը տեղ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին եւ պատրաստ է վերաօծման, ուղղակի օրը պետք է որոշենք եւ Վահանավանքը պատրաստ է վերաօծման։ Եվ իհարկե որոշ եկեղեցիներ կան, որ մեր հավատացյալները նախաձեռնել են վերականգնելու համար, ես վստահ եմ, որ այդ օրն էլ կգա։ Սուրբ Գևորգը զորավար էր։ Սեպտեմբերի 27-ը պատահական չէր ընտրված։
Հոգևոր դասն ու բոլոր ներկաները աղոթեցին 44-օրյա պատերազմում նահատակվածների հոգիների խաղաղության համար։